Starnews.am-ը շարունակում է մեկ հոլովակով պատմել աստղային օրվա անցուդարձի, ինչպես նաև կարևոր իրադարձությունների մասին։ Ինչպես երեկ արդեն հասցրել ենք տեղեկացնել, դերասան Գևորգ Գրիգորյանը սոցիալական էջերում հայտնել է նոր սիրելի ունենալու մասին։ Starnews.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն Գևորգ Գրիգորյանի նոր սիրելին Քրիստինան մարքեթինգի ոլորտում է աշխատում։ Նա շատ ակտիվ գործունեություն է ծավալում նաև սոցիալական հարթակներում, որտեղ կարելի է գտնել նրա լուսանկարները բնության, Հայաստանի, ինչպես նաև փոդքասթերի մասին։ Արդեն 2 օր է ինչ ողջ համացանցը քննարկում է զույգի միասին լինելու փաստը, սակայն հարկ է նշել, որ դեռ ամիսներ առաջ ակտուալ էր դերասանուհի Ռոմելա Սարգսյանի և Գևորգ Գրիգորյանի սիրավեպը, որը այդպես էլ անավարտ մնաց։ Անդրադառնալով այլ նորությունների, պետք է նշենք, որ Լիլի Մորտոյի վերջին հրապարակումները դստեր Ավրորայի մասնակցությամբ են։ Նա նոր ընտանեկան տեսանյութ է հրապարակել ամուսնու և դստեր մասնակցությամբ։ Արմեն Պետրոսյանի դուստրը Էլինան նշում է ծննդյան տարեդարձը։ Մենչը սոցիալական հարթակներում հրապարակել է լուսանկար և գրել. «Ծնունդդ շնորհավոր, իմ աղջիկ, ուզում եմ միշտ առողջ լինես, երջանիկ, ուզում եմ հաջողակ լինես, սիրես ու սիրվես, քո նորաստեղծ ընտանիքն էլ շատ ամուր պահես», գրել էր պրոդյուսերը լուսանկարներին կից։ Starnews-ը ևս շնորհավորում է։ Այսօր նաև Բեն Ավետիսյանի և Դիանա Տոնոյանի որդու ծննդյան տարեդարձն է։ Բենը գրել էր հետևյալը. «1 տարի լի անսահման սիրով ու ժպիտներով, ծնունդդ շնորհավոր, իմ հրաշք», տոնական ֆոտոշարքին կից գրել էր Բեն Ավետիսյանը։ Ինչպես արդեն հասցրել ենք տեղեկացնել, ընդամենը նորեր անց լույս աշխարհ կգա երգչուհի Մաշ Իսրայելյանի և պրոդյուսեր Գարիկ Սաֆարյանի երկրորդ երեխան։ Այդ մասին Մաշը հայտնել էր սոցիալական էջերում, իսկ մինչ այդ Գարիկը կիսվում է իր դստեր Աննայի մասնակցությամբ ջերմ կադրերով։ Starnews-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը։ Անուր ենք գնում ենք բալես։ Հեծավիկ առնելու։ Եթե մենք Աննայի կիսին կառնենք։ Հեծավիկ։ Հեծավիկ։ Ինչ գույնի։ Լոզվի։ Լոզվի։ Ովտեմ լոզվի լեզուտ։ Դու լոզվի գույնը շատ ես սիրում։ Դեմը սրտի կարա բալես։ Ապրի աղջիկս։ Ան։ Դու գիտես, որ արդեն ամառ է բալես։ Բախես դեն ստակ հագնվել։ Մրսում ես դու բալես։ Ան, բայց ամառ է, պապան կոնդիցիոները միացրել, որ դիմանայի շոկին։ Հալե ծորում է։ Իսկ դու աջալով ծածկվել ես իմ աղջիկ։ Մեծ սրտի կանես հորդ։ Ապրիմ աղջիկը։ Ապրիմ պիու։ Անանը սիրում է։ Ում ես սիրում։ Գարային։ Գարոն մեռնիք ես։ Կաշա նայե։ Նայես, նայ կոնդիցիոները պապան միացրել է։ Բլոգեր Արուսյա Կավկազն էլ շարունակում է Instagram-յան էջի stories բաժնում կիսվել իր տան մաքրությամբ, ինչպես նաև բակի գեղեցկություններով։ Նրա երկրպագուները մեկ անգամ չէ, որ հայտնել են իրենց կարծիքն ու ասել, որ դա մոտիվացնող է ու շատ գեղեցիկ։ Արուսյա Կավկազի нոր տեսանյութերը հենց այս պահին առաջարկում ենք дител. Доброе утро, дорогие мои! Посмотрите, какая красота у меня во дворе. Вместо огурцов и помидора. А у меня сама полив есть, но я люблю каждое утро вот так их освежить. Смотрите, какая красота. Буду ждать вашего оценка. Смотрите, дорогие мои. Смотрите, какой у меня реган. Вы представляете, я зелень не покупаю. Видите как? А я утром, пока мои невестки встают, внуки встают, посмотрите, как мою везде. Свет, покажи, как у меня хандыре. Вот, чтобы мои
невестки стали, внуки стали, чтобы ни одной пылинки не было. Представляете, какая красота? А цветы с утра мою, баня. Смотрите. Свет, покажи, как все красиво. Мне нравится, а вам? Смотрите. Вот. Душа спокойна, когда я уже вот так поливаю, спокойно иду кофе попить. И у меня еще на улице такая порядок. А не говорю еще дом. Это двор у меня такой в этом году. Скажите мне, пожалуйста, вам понравилось цветы или помидоры, огурцы? Я вот сейчас еще покажу, как в прошлом году у меня было помидорчики, огурчики. Девочки, у нас мелодрама. Я купила 8 голубей, и они были по парам. Второй или третий день, я думаю, ну, уже привыкли, вроде я так поняла. Но оказывается, я очень рано выпустила. Я хочу, чтобы они познакомили свой сад, чтобы я их пустила, чтобы я кормила, чтобы они у нас всегда жили. Вон, видите, крыша, Свет, покажи. Вот одна. Значит, я 3 выпустила, а их не пара все оставила. Значит, 2 мальчика выпустила, 1 девочка. Мальчики где? Мальчики нету. А вот девочка, вот одна вернулась. А здесь мужчина, смотрите, что делает. Смотрите, добивает, говорит, пустите, вот белая. Говорит, пустите меня. Давайте день Россию этих пар не разлучим. Тоже пустим. Придут, останется у меня, корм у меня, все везде есть. Останется, не останется, с Богом. Согласны вы? Դերասան եւ հումորիստ Գրիգոր Դանիելյանն իր սոցիալական էջերում կնոջ հետ նոր տեսանյութ է հրապարակել, պատմելով իրենց նոր անելիքների, նոր աշխատանքների ու պլանների մասին։ Star News-ը ձեզ ներկայացնում է զույգի հրապարակումը առանց մեկնաբանության։ Այսօր մեր ճամբարի 3-րդ հերթափոխի վերջին օրն է, մեր ետնամասում այս պահին երեխեքը խաղում են բախտի խաղեր, սա թերևս մեր ճամբարի ամենալարված ու ամենահետաքրքիր խաղերից մեկն է։ Հետո այսօր եզրափակիչն է, երեկոյան կիմանանք թե ով է հաղթողը։ Իսկ կստացի մի հատ բան ասեմ, ովքեր ուզում են այս խաղերը դիտել, մենք հատուկ այս խաղերը Instagram-ում չենք հրապարակում։ Այս ամենը նկարահանվում է իրականում պրոֆեսիոնալ խմբի կողմից եւ շատ շուտով մեր YouTube-յան ալիքում կտեղադրենք վլոգեր, ֆիլմիկներ, այսպես ասած, պատմող մեր հերթափոխերի մասին։ Առաջին եւ երկրորդ հերթափոխի ֆիլմերը շուտով պատրաստ կլինեն, կտեղադրենք, երրորդն էլ է ընթացքի մեջ, մի խոսքով հետևեք մեզ, շատ հետաքրքիր ու շատ լավ հերթափոխ ունեցանք ի դեպ, չէ՞։ Այո, 3-ը շատ լավ անցել, մնաց 3-ը։